Ամեն տարի մայիսին Սուրբ Խաչի երևման տոնին Մայրաթոր Սուրբ Էջմիածնից Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցի է բերվում Քրիստոսի խաչապայտի սրբազան մասունքը։ Ավանդույթն անխախտ է ավելի քան 10 տարի։ Մեծ Հայքի Մոկ նահանգի Ապարան գյուղից է այս Սուրբ մասունքը բերվել Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի, ապա իր վերջնական հանգրվանը գտել Մայրաթոր Սուրբ Էջմիածնի գանձատանը։ Այսօրը Հայաստանի տարբեր վայրերից հավատացյալներ են միանում ապարանցիների ուխտին, գալիս են զորություն ստանալու սրբազան մասունքից։ Այս շրջանում, երբ եկեղեցին անիրավի հալածանքների է ենթարկվում, մեր թեմը զերծ չէ այս ամենից եւ մեր առաջնորդը Մկրտիչ Սրբազանը հնարավորություն չունի թեմում պաշտոնավարությունը շարունակելու, բայց քանի որ իր եւ դաստիարակությունը իր քահանաների նկատմամբ իր կերպարը մինչև այդ եղած ընտանեկան այդ հարաբերությունները առաջնորդի եւ քահանաների հնարավորություն են տալիս շարունակելու ինչ որ կա, թեպետ եւ ցավով առաջնորդի բացակայությամբ, բայց այնուամենայնիվ ընտանիքը շարունակում է ապրել այնպես ինչպես կար մինչ այդ։ Մենք անշուշտ սրտատրոփ սպասում ենք մեր առաջնորդի վերադարձին, երբ պիտի գա եւ պաշտոնավարի, բայց մինչ կվերադառնա փառք Աստծուն, Աստծո ողորմությամբ, Աստծո տված իմաստությամբ հնարավորություն է ստեղծվել եւ մինչեւ այս պահը հուսով ենք եւ առաջիկայում ամեն բան հաստատուն կերպով պիտի ընթանա եկեղեցասիրության, Աստվածասիրության, հայրենասիրության ճանապարհին։ Տոնական պատարագը մատուցեց Մայրաթոր Սուրբ Էջմիածնի միաբան Տեր Գրիգոր Աբեղամինասյանը։ Հայր Սուրբը ներկայացրեց օրվա խորհուրդը եւ դրա կարեւորությունը յուրաքանչյուրի համար։ Թող մեր կյանքի յուրաքանչյուր դրվագ սրբագործվի խաչի նշանով, դառնալով մեր հավատքի ու Աստծո հատուն ողորմության յուրօրինակ մի վկայություն։ Տաճարը կառուցվել է 4-րդ դարում, տարածքը մինչև 10-րդ դար կոչվել է Քասախ։ Իր հազարամյա պատմության ընթացքում եկեղեցին բազմիցս ավերվել է, բայց կանգուն է մնացել։ Խորհրդային տարիներին այստեղ խունկ չեն վառել, աղոթք չի հնչել։ Եկեղեցու նոր կյանքի փուլը սկսվել է 1990-ականներից, երբ լուսահոգի ճարտարապետ Էդուարդ Սարգսակ Ֆրանգուլյանը կյանքի նպատակ է դարձրել եկեղեցու վերականգնումն ու հոգևոր համայնքի ձևավորումը։ Եթե ես այսօր հաստատված քրիստոնյա եմ, ուրեմն դա Ֆրանգուլյան Էդիկի բերած այդ հավատքի շնորհիվ է։ Ինքը այնպիսի օրինակ ա եղել մեզ համար, կենթանի օրինակ, հնազանդության, խոնարհության, նվիրվածության, ինքը իր տունը վերակառուցում էր, այստեղ հայրական տուն ուներ։ Ու այդ ժամանակ ինքը ուրեմն չէր տրտնջում, իջնում էր, ասենք տանիքից գալիս էր, փոխվում էր, հագուստը փոխում էր, գալիս էր, ժամերգությունները կատարում էր, նորից գնում էր, փոխվում էր, բարձրանում էր շինարարության վրա։ Ու մեր քահանային, Տեր Վիրապ քահանային, ինքը խոնարհվում էր մինչև քղանցքի ծայրը ու համբուրում էր։ Այդ կարգի խոնարհ մարդ էր ինքը։ Ու այդ խոնարհությունը, իր այդ առաքինությունները մեզ համար դարձան կենթանի օրինակ, որ մենք մինչև հիմա կարողանում ենք մեզ հետ տանել եւ կարողանում ենք փոխանցել մեր սերունդներին։ Տիկին Նելին 25 տարեկանում է միացել Ապարանի նոր ձևավորված ծխական համայնքին եւ մինչ օրս հավատարիմ է իր եկեղեցուն։ Այժմ նրա որդին է ծառայում Սուրբ Խաչ եկեղեցում, շապիկ է հագնում, խորան է բարձրանում։ Մենք այդտեղ գալիս էինք պատարագի ու տանիքը սառուցով էր պատվում, սղի էր բռնում ամբողջությամբ, բայց դա նշանակություն չուներ։ Մենք այնքան նվիրված էինք, որ այդ սառույցը չէինք զգում, գալիս էինք պատարագ։ Շատ ինքը մեզ շատ բաներ էր կազմակերպում, միջոցառումներ, այնտեղ սերտողություններ, ամեն ինչ երեխաների հետ առանձին, մեծերի հետ առանձին ծարաված են անապատում, որ մարդիկ վազում են, որ մի կում ջուր գտնեն, օազիս գտնեն, ես այդպես գնում էի այդ հավաքներին, այդ դասընթացներին։ Գիտեք, ձգտում էի ես իմ ամբողջ կյանքում, մտածել էի որն է ճիշտը, ես փնտրում էի։ Ասում էի որն է ճիշտը, տեսնես որն է ճիշտը, մարդկանց հաճոյանալ, կեղծել եւ այլն, որն է ճիշտը։ Ու հետո ես վերջապես 25 տարեկանում այդ ճիշտը գտա։ Եկեղեցին 2002 թվականի մայիսի 5-ին է վերահսկվել Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ։ Դրանից հետո Սուրբ Խաչը նոր կյանք է ստացել։ Ապարանցիներն այսօր էլ նույն հոգատար վերաբերմունքն ունեն սրբավայրի հանդեպ։ Օգնում են ով ինչով կարողանում է։ Եկեղեցին այսօր 35 դպիր ունի։
Օգնում են ոչ միայն Տեր-Մուշեին, այլև թեմի մյուս հոգևորականներին։ Կար ժամանակ, երբ ապարանի Սուրբ Խաչ եկեղեցին քահանա չուներ։ Այցելու քահանաներն ամիսը 1 կամ 2 անգամ արարողություններ էին անցկացնում։ Այսօր պատկերն այլ է։ Եկեղեցին նաև կայացած երգչախումբ ունի։ Փոքր տարիքում ավելի դեռ որ չէի միացել երգչախմբին, կանգնում նայում էի, հիանում, ուզում էի մասնակցեի, հետո որոշեցի գալ։ Ավելի փոքր տարիքում եմ եկել 6, բայց այդ ժամանակ դեռ չէի կանգնում, որովհետև չէի կարողանում երգել։ Երգչախումբը կազմված է ոչ պրոֆեսիոնալներից, մի քանի հոգի կան պրոֆեսիոնալ, մնացածը ժողովրդից, ընտանիքներից, իրենց երեխաներին ուզել են որպեսզի երգեն, եւ տեսնում եք ինչպեսի սքանչելի երգչախումբ է ձևավորվել եւ ի դեպ ասեմ, որ հեղինակը այս ամբողջ սքանչելի հիանալի երգչախմբի Էդվարդ Սարգսակ-Ֆրանգուլյանի որդին է, Երվանդ Ֆրանգուլյանը։ Եկեղեցին եւ զբաղվում է ժամանակ առ ժամանակ անապահով ընտանիքներին օգնություն տրամադրելով իր ունեցած հնարավորություններով, ուխտագնացություններ ժամանակ առ ժամանակ կազմակերպելով, ամեն մի քահանա ոչ միայն այստեղ է քահանագործում, այլ նաև ամեն քահանա ունի իր հովությունը, այնտեղ էլ հովություններում, գյուղերում կազմավորված կան երիտասարդաց միություններ, կան եւ երգչախմբեր, եւ այդ գործընթացը շարունակվում է։ Ուրախալի է այն փաստը, որ այսօր երիտասարդների թիվը բավականին մեծ է։ Այսօր երիտասարդները ակտիվ մասնակցում են ոչ միայն պատարագներին, այլև ժամերգություններին։ Պատարագից հետո քահանաները հավատացյալների հետ թափորով շրջեցին ապարան քաղաքով, կատարվեց անդաստանի կարգ, օրնվեցին աշխարհի 4 կողմերը։ Մասունքը սովորաբար եկեղեցում պահվում է մինչև երեկո, հնարավորություն ընձեռելով բոլորին հաղորդակցվելու մասունքից բխող զորությանը։ Անուշ Առաքելյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։